Բարի երեկո ժողովուրդ ջան, այս թեմայի շուրջ որոշեցի խոսեմ, որովհետև տարբեր մոտեցումներ կա այս հարցին, բայց ամենախելացի մոտեցումները անում են շատ քչերը։ Ուրեմն կխոսեմ շատ տնավարի։ Մենք տնավարի ընդունեցինք վրացիներին, հարգեցինք, պատվեցինք, ճանապարհեցինք։ Մենք գնացինք Վրաստան, որպեսզի ֆուտբոլի այդ խաղին մասնակցենք։ Ու ինչ ստացվեց մենք տեսանք։ Հիմա սա այլ խնդիր է, սրա մասին հետո ներկայությամբ վրացի եղբայրները, քույրերը հասկացել են, թե ինչ է կատարվում, որ երկու ազգի ուզում են իրար բախեն, այսինքն պրովոկացիաներ են անում, որպեսզի երկու ազգ թշնամացնեն։ Ահա, ինչ ենք անում մենք բռնում ենք, վիրավորված, սենց վրդովված, տարածում ենք ամեն մի ապուշի ասածը, այսինքն այն հայի ասածը, որը հելել է վրացիներին դրա համար վիրավորում է, այն ապուշի ասած, այն վրացի ապուշի ասածը, որ հելնում է հետադարձ պատասխանում է, իսկ այն մարդիկ, այն վրացիները, այն հայերը, այն խելացիները, որոնք ամեն տեղ, որտեղ իրար տեսնեն, վրացի ներողություն է խնդրում, հայը ասում է, ախպեր ջան, ամեն ինչ նորմալ է, մենք հասկանում ենք, եթե ով արի ինչի համար արի, մենք իրանց թույլ չենք տա, որ մեզ բախումների տանեն, մենք դա չենք տարածում։ Մենք նման նյութերի տակ մեկնաբանություններ չենք գրում, մեր էջերին չենք դնում, մենք հազիվ քաշենք այն նյութերը ու տարածենք, ապիժնիկություն անենք, էլի, ասենք այ տեսակ ինչ արեցին վրացիները, չէ ժողովուրդ, մի քիչ խելացի է պետք գտնվել։ Լիքը վրացիներ կան, որոնք գիտակցում են ինչա կատարվում, լիքը վրացիներ կան, որ ներողություն են խնդրում, տարբեր տեղեր հայերի հետ երկխոսություն են սկսել, բայց գիտեք ինչն է ամենացավալին, որ մենք իրոք չենք գիտակցում, էլի, որ մեր տարածած նյութերով մենք կարող ենք վնասել մեր պետությանը։ Ես բազմիցս անգամ այս մասին խոսել եմ, ժողովուրդ ջան, ամեն գեղում կա շուն։ Նամանավանդ Վրաստանում գոյություն ունեն ադրբեջանցիներ։ Նրանք դիտավորյալ են դա արել, սադրելու համար են արել, թե ինչ նպատակով են արել, դա արդեն երկրորդական է։ Հարցն է, թե մենք այս կուտը ոնց ենք ուտում, ոնց ենք մարսում վրացիների հետ։ Վրացիները ներողություն են խնդրում։ Վրացիները հասկանում են ինչա կատարվում, բայց վրացի ժողովուրդը չի կարա բռնի այդ հարցը լուծի, դա պետությունը պետք է լուծի։ Իսկ պետությունը ունի նման մտադրություն, թե ոչ, մենք դեռ չգիտենք։ Ու պետք չի անընդհատ մեկնաբանություններում հիշեցնել, թե պատերազմի ժամանակ վրացին ինչպես վարվեց հայի հետ։ Հայն էլ նույն կերպ, երբ որ Վրաստանում էր շատ վատ վիճակ, գնաց Եվրոպայում վրացու դեմ քվեարկեց։ Հասկանում եք, ռուսի շահը պաշտպանեց։ Այնպես որ ժողովուրդ ջան, եկեք այն որ ասում է չմտնենք այդ կուխնյա, հաստատ գլուխներդ կջարդեք այդ կուխնյայում։ Եկեք ավելի խելացի գտնվենք։ Մեր հարևանների հետ մենք մաքսիմալ մեր հարաբերությունները փչացրել ենք, մաքսիմալ։ Հիմա պետք է այդ հարաբերությունները քիչ-քիչ վերականգնենք։ Ու վրացիները դա են ազգն է, որի հետ մենք ունենք պակասածելնի ինչ որ մի բան ցույց տանք մեր մյուս հարևաններին, հասկանում եք։ Երկրորդ այդ սադրանքներին պետք չի տրվել։ Հիմա համացանցում ֆորում է ինչ որ մի նյութ, որ ինչ որ ադրբեջանցի հրապարակում եւ այլն։ Ժողովուրդ ջան, արհեստական բանականությունը վնես կինոներ կարան հանեն։ Անկամ ձեր մասին կարան հանեն։ Մի քիչ գոն եղեք, մի քիչ գրագետ եղեք այս հարցում։ Ամեն ճետ չի, որ ճշմարտությունը։ Հիմա տեսեք ինչ եմ ասում, ժողովուրդ ջան։ Ադրբեջանը մեկ օրվա մեջ մոտավորապես մի 1000 ակաունտ է ստեղծում, տարբեր տեղեր, հասկանում եք, հայկական անուն ազգանուններով, վրացական անուն ազգանուններով, այսինքն իրանց մոտ էդի շատ լավ է աշխատում։ Ինչի համար են դա անում։ Հիմա դուք մարդիկ կան համացանցում, որոնց դեմքը դուք չեք տեսել, որոնք շատ գրագետ հայերեն խոսում են, կարող են լինել եւ Փաշինյանի նկարով, կարող են լինել եւ Արցախի տատիկ պապիկ նկարով, Արցախի դրոշով, ցենց հայրենասեր ինչ որ գրառումներով, կիսվելով ինչ որ նյութեր, բայց հետևը ազեր նստած են ու դուք խաբար չլնեք։ Ու ինքն էս նյութեր տա, որ դուք իրոք համով ուտեք, լծվեք իր լսարանում, հասկանում եք, ու վերջում էլ դա օգտագործի ձեր դեմ որպես զենք։ Լրիվ այլ կոմտանի ձեզ։ Ժողովուրդ ջան, զգոն եղեք։ Ես Մերիտոմյանս ոչ մի fake edge չեմ հավատում։ Ոչ մի ճանաչված fake edge բերեք, ես այլևս չեմ հավատում, որովհետև ես չգիտեմ ով է, ումա ծառայում, ինչի է փակ դեմքով, ես լիքը բաներ եմ հելնում խոսում, բայց փակ դեմքով չեմ։ Ես վախենալու բան չունեմ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ, մաքսիմալ զգոն եղեք։ Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը ինչ որ մի բանի է պատրաստվում, չեմ անում ինչի, բայց արդեն սկսել է այդ գործողությունները։ Վրաստանում սկսեց, այս հրապարակում սկսեց, այս Թուրքի նյութով, որ հիմա տարածվում է, մեծ հույսեր ունեմ, որ մեր ազգային անվտանգությունը զբաղվում է սրանով։ Ես ոչ վստահ եմ, ոչ էլ հույսս կտրում եմ, որ նման հարցերով մեր ազգային անվտանգությունը կզբաղվի։ Ժողովուրդ ջան, իսկ դուք ձեր տեղը
Խնդրում եմ, նման պրովոկացիաների մի գնացեք։ Երբեք ոչ մի պրովոկացիաների մի գնացեք ոչ մի ազգերի հետ։ Երբեք ոչ մի չարության կոչեր, պատժի կոչեր, չգիտեմ, այնտեղ վրեժ խնդրության կոչեր նման բաներ մի գրեք, որովհետև մոնիտորինգ արվում ամբողջ ինտերնետը ու սա թշնամին կարող օգտագործի մեր դեմ։ Այսինքն մենք ցույց ենք տալիս, որ մենք խաղաղություն ենք ուզում, իսկ նա դա չի ուզում։ Մենք բոլորս դա գիտենք։ Դրա համար մենք մաքսիմալ մեզ ճիշտ պետք է պահենք։ Խնդրում եմ ժողովուրդ ջան, տարածեք այս նյութը ու զգոնեղեք։ Մի բան էլ ավելացնեմ, ինտերնետը զենք է, որը օգտագործվում է հիմա ձեր դեմ։ Այդ նույն ինտերնետը մենք կարող ենք հակառակ էֆեկտով օգտագործել իրենց դեմ։ Ներկայությամբ իրանք Վրաստանում սադրեցին, բայց ինտերնետի օգնությամբ վրաց ժողովուրդը, հայ ժողովուրդը իրար ճիշտ հասկացան։ Հասկացան, թե խնդիրը ինչումն է, հասկացան, թե սադրանքը որտեղից է գալիս։ Էնպես որ այս ինտերնետ համակարգը օգտագործեք ձեր օգտին, ժողովուրդ ջան։ Թույլ մի տվեք, որ ձեր դեմ օգտագործեն։ Օգտագործեք իշա պետության, իշա խաղաղության, իշա մեր նպատակների, որպեսզի մենք հասնենք մեր նպատակներին։ Այսքանը ժողովուրդ ջան, խնդրում եմ էլի, մաքսիմալ զգուշ եղեք ֆեյք էջերից, ֆեյք նյութերից, մաքսիմալ զգուշ եղեք ինչ որ վիդեոներից, որը անհնարին է որ լինի, մաքսիմալ զգուշ եղեք վիդեոներից, ինչ որ նորություններից, առավել եւս բանակի հետ կապված ինչ որ նորություններից, ժողովուրդ ջան, ամբողջ իր ուժը ներադրել նրա համար, որպեսզի այս խաղաղության պայմանագիրը չքվի։ Ինքը ամբողջ իր ներուժը դրել է նրա համար, որ պարակտի, չտրվեք։ Այսքան ժողովուրդ ջան։